Իսկ հիմա շարունակելով մեր առավոտ լսու այսօրվա թողարկումը մի շատ կարևոր թեմա ենք ուզում անդրադառնալ մեր հյուրի հետ իհարկե թեման Ալցհայմերի խնամք Հայաստան կազմակերպությունն է, հայկական բարեգործական ընդհանուր միության նաև աջակցությամբ, որը արդեն երկար տարիներ է անցկացվում է թե Երևանում, թե նաև Գյումրիում, բայց այս անգամ հատուկ այսպես ծրագրով փորձնական որպես այսպես փուլ կարելի նաև դա վերագրել, անցկացվել է մեր արցախցիների համար, թե ինչ արդյունքներ են գրանցել, թե ինչի մասն է ավելի մանրամասն այս ծրագիրը եւ այս ամենը կներկայացնի արդեն մեր հյուրը սպասում է մեր տաղավարը։ Սիրով ներկայացնեմ մեր հյուրին Լիլիթ Աբրահամյան, հոգետրավմաթերապևտ, մենթոր թիմի վերապատրաստող, բարև ձեզ Լիլիթ ջան։ Բարի լույս։ Բարի լույս։ Շատ ուրախ ենք ձեզ մեր տաղավարում տեսնել։ Ես էլ եմ ուրախ այստեղ լինելու համար։ Թերևս խոսենք ծրագրից, որը արդեն մի քանի տարվա պատմություն ունի եւ գործում է թե Գյումրիում, թե Երևանում, հետո արդեն անդրադառնանք այդ փորձնական փուլին։ Այո, նախ ասեմ, որ Ալցհայմերի խնամք Հայաստանը Հայաստանում ներկա 2018 թվականից եւ ունեցել է տարբեր ծրագրեր։ Այս տարի որոշվեց, որ Արցախից բռնի տեղահանված տարեցների համար եւս ծրագիր անի, հենց առանձին հատուկ իրենց համար եւ Գյումրիում եւ Երևանում եւ յուրաքանչյուր խմբում կար 25 մասնակից։ Տեստավորվել են մասնակիցները սկզբում եւ վերջում, որպեսզի տեսնենք իրենց հուզական վիճակը եւ ինչ բարելավումներ կան, ինչ փոփոխություններ եւ այլն։ Ես միացել եմ թիմին որպես թիմի վերապատրաստող, աշխատել եմ հոգեբանների եւ սոցիալական աշխատողների հետ, ովքեր անմիջականորեն աշխատել են տարեցների հետ թե Գյումրիում, թե Երևանում, եւ թիմին վերապատրաստել եմ, որպեսզի իրենք լինեն տրավմայով ինֆորմացված, որովհետեւ կան տարբերություններ, հա, եթե սովորական հիշողության սրճարանի մասնակիցներին այդպիսի մասնակիցների հետ աշխատող մասնագետներին այդպիսի վերապատրաստում պետք չէր, Արցախից բռնի տեղահանված տարեցների համար դա պարտադիր էր։ Խոսենք այն մասին, իհարկե, որպեսզի մեր հեռուստադիտողները եւս հասկանան, թե ինչպիսին է ձևաչափը այս ծրագրի։ Ձևաչափը եղել է 12 հանդիպում 3 ամսվա ընթացքում, որը անվանել են պիլոտային ծրագիր հետագայում շարունակելու ակնկալիքով։ 12 հանդիպումների ընթացքում յուրաքանչյուր շաբաթ տարեցները եկել են սրճարան եւ աշխատել են տարբեր թեմաների շուրջ։ Թիմը վերապատրաստվել է, որպեսզի ավելի աշխատի դեպի հուզական բանականությունը բարելավելու եւ իհարկե իրենց մեջ ճկունություն ձևավորելու։ Ամբողջ ծրագիրը ես կառուցել եմ դրա շուրջ, որպեսզի իրենք կարողանան, այսպես ասեմ, երբ որ մարդը ունենում է կորստի տրավմա, եւ այն շատ թարմ է, իրենք կարող են կորել իրենց այդ վշտի մեջ եւ ուղղակի դեպի ապագա չնայել։ Եվ շատ կարեւոր է, որպեսզի վարժությունների շնորհիվ եւ այլ տարբեր մեթոդիկաների շնորհիվ իրենք կարողանան ձևավորեն ճկունություն, բախվեն իրենց վշտի հետ, առերեսվեն, ապրեն եւ մի որոշ կարողանան դեպին ապագան նայել։ Այսինքն հստակ ուղղություններ եւ բուժման տարբերակներ ու ճանապարհներ կան, որոնք որ այս հիշողության շրջանակներում, այս ծրագրի շրջանակում փոխանցվում են եւ այդ ամեն ինչը գործածվում է նաեւ հենց մեր դիմողների։ Թերապիաներ, վարժություններ, աշխատանք եւ մասնակիցները պետք է լինեն հստակ ինչ-որ չափորոշիչներ կան։ Ես ինչքան գիտեմ, պետք է 60 եւ ավել։ 60 եւ ավել, այո։ Այն նախատեսված էր տարեցների համար։ Ինչպես է իրականացվել թեստավորումը եւ ընտրությունը մասնակիցների։ Տարբեր թեստավորումներ են արել, ընտրությունը բոլոր ցանկացողների համար, ստուգվել է հիշողությունը, ճիշտ ասած դրանով զբաղվել են մասնագետները, հոգեբանները, որ հենց ուղիղ իրենց հետ կապ ունեին, ստուգվել են նաեւ իրենց դեպրեսիվ վիճակը, հուզական վիճակը սկզբում եւ վերջում։ Ծրագիրը հստակ ինչ-որ ժամկետներ չունի, ոնց հասկացանք։ Եղել է 3 եռամսյա ծրագիր, 12 հանդիպում, որից հետո մենք ունեցել ենք հրաշալի արդյունք, որովհետև տարեցների համար, Արցախից բռնի տեղահանված տարեցների համար հատուկ կարիք չի եղել հենց այդ իրենց համար առանձին ծրագիր շարունակելու, որովհետև իրենք կարողացել են ինտեգրվեն արդեն իսկ Գյումրիում եւ Երևանում արկա հիշողության սրճարաններին, որոնք գործում են արդեն մի քանի տարի։ Հիշողության սրճարան, երբ ասում ենք առանցքը եւ տեղայնացումը, կարող ենք ավելի կոնկրետ ներկայացնել։ Հիշողության սրճարանը գործում է Հայաստանում արդեն ասացի մի քանի տարի, Գյումրիում եւ Երևանում, եւ էլի տարեցների համար է 60+, որտեղ
Մասնագետները աշխատում են բարելավելու զուտ իրենց առողջական վիճակը, հիշողության եւ այլնի հետ կապված էլի տարբեր վարություններով հրավիրում են տարբեր մասնագետներ, նեյրո վարություններ են անում, որպեսզի իրենց կյանքը ավելի բարենպաստ լինի։ Երբ խոսում ենք այս ծրագրի մասին, նաև փորձում ենք հասկանալ, որքանով այն կընդլայնվի կամ որքանով այն կերկարաձգվի։ Կա ժամկետ, որ յուրաքանչյուր ծրագրի համար նախասահմանված է, չգիտեմ, ահա այսքան է մեզ տրված ժամանակահատվածը, որի շրջանակներում պետք է իրականացնենք մեր առջև դրված խնդիրը։ Հստակ ժամկետներ այս պահին չկան, կա ծրագիր, ոնց ասացի, հիշողության սրճարան, որին միանում են տարեցներ, իդեպ դիմողների քանակը բավականին մեծացել է, պահանջարկը մեծ է, Երևանում նույնիսկ անկիսվել է 2 խմբի, եւ իրենք կարող են դիմել շաբաթը 1 հանդիպումներ, որպես այդպիսին վերջնաժամկետ չկա։ Հուսանք դա դրական արդյունքի շնորհիվ է, որ նաև բաժանվել է 2 մասի, այսինքն խմբերով դիմողները շատ են։ Ես ոնց հասկացա, այսինքն ծրագիրը 18 թվականից գործում էր միայն Երևանում եւ Գյումրիում։ Այս տարի փորձնական փուլ հասված հասկացողությունը Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար փորձարկվեց եւ հիմա ու միայն Գյումրիում։ Եվ հիմա այս ծրագիրը Գյումրիում եւ Երևանում։ Երևանում էլ տարբեր խումբ է եղել, եւ հիմա ծրագիրը շարունակվելու է, այսինքն դիմողները հանգիստ կարող են դիմել ձեզ, այս ամենը անվճար է նաեւ անվճար հիմունքներով է, այո։ Ամբողջությամբ անվճար հիմունքներով են, ինչպես կարելի է դիմել ձեզ։ Այո, ներկայացնենք հնարավորությունները։ Սոցկայքերում կա Ալցհեյմերի խնամք Հայաստան կազմակերպությունը, սոցկայքերում լավ ներկայացված է եւ կարող են իրենց գրել, զանգահարել, նաեւ գտնել զուտ մասնագետներին, նաեւ կան մասնագետներ, որոնք անում են տնայցեր այն տարեցների համար, ովքեր չեն գնում սրճարան, թեկուզ իրենք երբ որ ցանկանան իրենց մասնագետների միջոցով կարող են դիմել եւ 3 ամսվա ծրագիրը երբ որ ավարտվի ինձ հետ օրինակս բերեմ, ես 3 ամիս հետո նորից կարող եմ գալ շարունակել, թե ես արդեն ծրագիրն ամփոփել եմ, ավարտել եմ, շնորհակալություն Ռուբեն Հաջողովին։ Ավարտվել է տարեցների համար, արդեն ավարտվել է ապրիլի կեսին, ապրիլի 20-ին։ Եվ դրանից հետո Արցախից բռնի տեղահանված տարեցները արդեն ինտեգրվել են Հայաստանում արկա, Երևանում եւ Գյումրիում արկա խմբերին։ Ինչը շատ լավ արդյունք է մեզ համար, որովհետեւ արդեն նշեցի, որ մենք աշխատել ենք տրավմայի հետ եւ իրենց հուզական վիճակը բավականին բարելավել է, իրենց ներկայացրել ենք, թե ինչ է ինքնությունը, այդպես ասեմ, ես ինքնության վրա հիմնված հոգետրավմաթերապևտ եմ, այսինքն այն ամենը, ինչ ինձ հետ տեղի է ունեցել, կազմում է իմ ինքնությունը, տրավմաները, ցավերը, կորուստները եւ այլն, ձևավորելով իրենց մեջ ճկունություն, հուզական բանականությունը, բարձրացնելով եւ իհարկե տալով իրենց միջավայր, որտեղ իրենք կարող էին ապրել իրենց հույզերը, կիսվել իրար հետ, խոսել իրենց բառով, լինել ընկերանալ եւ իհարկե շատ կապվել էին նաեւ մասնագետների հետ։ Դրանից հետո, ծրագիրը ավարտելուց հետո երամսյա իրենց վիճակը բավականին բարելավել է եւ իրենք արդեն ի վիճակի են եղել եւ ավելի բաց են եղել ինտեգրվելու արդեն իսկ արկա խմբերին, որոնք արդեն խառը խմբեր են։ Նախատեսվում է հետագայում կրկնել այս ծրագիրը այլ համայնքներում։ Նախատեսվում է, այո, եւ ֆինանսավորում են փնտրում։ Եվ նշված է, որ դուք Լիլիթ թիմի վերապատրաստողն եք, հետաքրքիր է կան այլ մասնագետներ, որոնք որ օրինակ ձեզ են արդեն կամ դուք եք նրանց մոտ վերապատրաստվում, որպեսզի այս բարդ հոգե տրավմատիկ հարցերի շուրջ կարողանաք հնարավորինս արդյունավետ աշխատել։ Այո, ես սովորել եմ նորվեգական Trauma Work տրավմայետ աշխատանք ինստիտուտում եւ այժմ վերապատրաստվում եմ Գերմանիայում, Մյունխենում, հենց մեթոդի հիմնադիր Ֆրանց Ռուպերտի մոտ եւ տարեկան 6-7 անգամ գնում եմ Մյունխեն, որպեսզի ես էլ իմ աշխատանքն անեմ, իմ տրավմաների հետ աշխատեմ եւ վերապատրաստվեմ որպես տրեյներ եւ իհարկե որպես հոգետրավմաթերապևտ, որպեսզի կարողանամ մաքսիմալ օգտակար լինեմ թե իմ այցելուներին, թե խմբերին, որոնց վերապատրաստում եմ։ Մեզ մնում է ընդհանրապես հաջողություն մաղթել ձեզ, նաև այս ծրագրերին, չնայած որ մի տեսակ չեմ ուզում նման ծրագրեր երբևէ լինեն։ Թող որ չլինեն, բայց դե իրականությունից հեռու չեն կարող փախչել եւ մեր քիչ առաջ
ծաղրացու ընկերը լավ նշեց, պատի հետևում չեն կարող փախկվել։ Կարելի է մի բան ավելացնել։ Իհարկե, համեցեք սիրել։ Ես ուզում եմ ասեմ, որ հիշողության սրճարաններ թող լինեն, որպեսզի տարեցները ունենան տարածք իրար հետ հանդիպելու եւ լավ ժամանակ անցկացնելու, բայց իհարկե կորստի հետևանքով բռնի տեղահանված մարդկանց համար ոչ։ Ես համաձայն եմ ձեզ հետ այդ մասով, բայց հիշողության սրճարանների Այո, թող տրավմաները հնարավորինս քիչ լինեն կամ լինելու դեպքում չլինեն այնքան մեծ ու ծավալուն կորուստների հիմքով, որ կա մեր իրականության մեջ, սրճարանները եւ հիշողությունները թող շատանան։ Շնորհակալություն ձեզ, հաջողություն եք մաղթում։ Այս բարդ առաքելությունը շարունակելու համար մենք շարունակում ենք։ Իսկ մենք շարունակենք, այո, երաժշտական դադարը դուք վերադառնանք ու մենք էլ պետք է ձեզ արդեն հրաժեշտանք։